Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ում վրա ես դրել քո հույսը։ Մենք մոտենում ենք քաջալերանքներ 43-րդ Սաղմոսից անվանումը կրող ուղերձների շարքի ավարտին։ Նախորդ ուղերձի մեջ անդրադարձանք մարդու տրտմության ժամանակ Տեր Աստծու ուղարկած շնորհի օգնությանը։ Սակայն աննկարագրելի այդ ուժի, համբերության ու զորության օգնությունն Աստծուց ընդունելու համար մարդը պետք է իր հույսն ամբողջովին Տեր Աստծու վրա դնի։ Ընթերցենք մեր շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը 43-րդ Սաղմոսի 3-5 հատվածում. «Ուղարկիր քո լույսը և քո ճշմարտությունը, թող նրանք առաջնորդեն ինձ դեպի քո սուրբ լեռը և դեպի քո բնակարանները։ Ես դեպի Աստծու սեղանը կգնամ, իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ, և քնարով կգոհանամ քեզնից, ո՛վ Աստված, Աստված իմ։ Ինչու ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչու ես խռովված ինձանում։ Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որովհետև Նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը»։ Սիրելի՛ բարեկամ, իսկ դու քո կյանքի դժվարագույն պահերին ո՞ւմ վրա ես դնում քո հույսը։ Արդյոք ունե՞ս քո դժվարությունների ու ճգնաժամերի ժամանակ հույսդ Աստծու վրա դնելու կարևորագույն որակը։ Կարևոր է հասկանալ, որ հույսը բխում է հավատքից։ Տեր Հիսուսի հանդեպ հավատքով ենք արդարանում և Աստծու հետ հաշտություն ընդունում։ Հավատքով ենք ընդունում Տեր Աստծու շնորհի օգնությունները մեր դժվարությունների ժամանակ։ Նեղությունների ժամանակ Տեր Աստծու շնորհը մեզ համբերություն է սովորեցնում, համբերությունը փորձառություն տալիս, որպեսզի հերթական դժվարության ժամանակ մենք հիշենք Աստծու շնորհի օգնության նախորդ դրսևորումները և լցվենք դեպի Աստված մեր ունեցած անսասան հույսով։ «Արդ մենք հավատքով արդարացած լինելով Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում, գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ» Տեր Աստծուն հուսացած մարդը երբե՛ք ամոթով չի մնա։ Տեր Աստծուն հուսացած մարդը երբե՛ք ուժասպառ չի լինի։ Տեր Աստծուն հուսացած մարդը երբե՛ք չի ընկնի վախերի ու տագնապների բերած տրտմության ծուղակը։ «Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք» (Հռոմեացիս 15:13): Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հույսը դրական ակնկալիքի հանդեպ մարդու համոզվածությունն է։ Աստծուն հուսացած մարդկանց առանձնահատկությունը նրանց հավատքի փորձառությունն է։ Այն Աստված, որ զորացրել է քեզ քո կյանքի նախորդ ճգնաժամի ընթացքում, այն Աստված, որ գերբնական միջամտությամբ բժշկել, ազատագրել ու փրկել է քեզ, կարող է այս անգամ էլ օգնության հասնել քո կյանքի դժվարագույն իրավիճակի մեջ։ «Միթե չգիտես կամ չես լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել. Նրա հանճարն անքննելի է։ Նա է հոգնածին ուժ տվողը. Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի»։ Ո՞ւմ վրա ես դնում քո հույսը քո կյանքի ծանրագույն իրավիճակներում։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։